Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ֆրանսիայի նախագահի պետական այցի պատվիրակության հարգելի անդամներ, Հայաստանի Հանրապետության պետական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, այսօր մեզ համար շատ կարևոր եւ մեծ իրադարձություն է տեղի ունենում եւ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեր երկրի ավանդական եւ հավատարիմ բարեկամ երկրի նախագահը, այդ թվում անձնական բարեկամ եւ ընկեր է ինձ համար եւ այսօրվա իրադարձությունը կրկնակի նշանակություն ունի։ Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, թե նախագահ Մակրոնը ինչպիսի մեծ ներդրում ունի Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակի համար, որը մենք կարձանագրենք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունմամբ, որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այն հանգրվանը, որում մենք այսօր գտնվում ենք, եւ որը այսօր ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի աջակցությունը, եւ որը ակնհայտ ճիշտ եւ զարգացման ճանապարհ է Հայաստանի Հանրապետության համար, երբ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո հաղթահարել է գոյատևման օրակարգը եւ մուտք է գործել զարգացման օրակարգի տրամաբանություն եւ մենք այսօր իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված նոր տրամաբանությամբ, նոր գաղափարախոսությամբ, նոր ճարտարապետությամբ, նոր երկիր ենք կառուցում, հիմնվելով մեր լավագույն ավանդույթների եւ արժեքների վրա, ինչը ի դեպ կարծում եմ այսօր ակնհայտ եւ տեսանելի դարձավ եվրոպական քաղաքական համայնքի բացման արարողության ժամանակ, որտեղ մեր պատմությունը, մեր արժեքային համակարգը ընդգծված էր եւ գտնվում էր ամեն ինչի առանցքում, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս առերեսվենք մի իրավիճակի հետ, որ այսօրվա մեր հանգրվանում նախագահ Մակրոնի դերը շրջադարձային է։ Այսօրվա մեր իրականության եւ տարածաշրջանային ռազմավարության ճարտարապետությունը ըստ էության ձևավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր ներկա չեն եղել այդ հանդիպման սենյակում, ամենայն հարգանքով ես ներողություն եմ խնդրում, բայց չեն կարող ասել, որ ամբողջությամբ իրապես եւ խորապես ճանաչում են նախագահ Մակրոնին։ Որովհետեւ այն, ինչ ես այդ օրը տեսել եմ, այդպիսի համոզմունք, այդպիսի նվիրվածություն, այդպիսի սկզբունքայնություն, այդպիսի հետևողականություն, այդպիսի համոզվածություն, այդպիսի աներերություն, այդպիսի վճռականություն, այդպիսի որոշում, որ պատմությունը պետք է կերտվի, ես չեմ կարդացել ոչ մի գրքում։ Եթե ինձ պատմեին որևէ մեկը այդ օրվա իրադարձությունները, ես չէի կարող հավատալ դրան։ Ես երեկ էլ նախագահ Մակրոնին առիթ ունեցել եմ ասելու, որ ես մինչև հիմա, երբ որ հետահայաց հիշում եմ այդ ամեն ինչը, ես դժվարությամբ եմ հավատում այն ամենին, ինչ տեսել եմ սեփական աչքերով, ինչ լսել եմ անձամբ, եւ այսօր դահլիճում կան մարդիկ, ովքեր նույնպես ներկա են եղել, եւ նրանք կվկայեն այդ ամեն ինչի մասին։ Եվ սա մի սյուներ, որի վրա կառուցված է մեր այսօրվա իրականությունը, այսօրվա խաղաղությունը
եւ այսօրվա հեռանկարը, որը մենք ամեն օրվա հետ ավելի ու ավելի ենք սիրում։ Եվ ակնհայտ է, որ նախագահ Մակրոնի դեմքով մենք գործ ունենք Ֆրանսիայի Հանրապետության պետական գործչի հետ։ Բայց այդ հանդիպումը եւ այդ օրվա իրադարձությունները ինձ համար միանշանակ եւ աներկբա են դարձնում, որ Էմանուել Մակրոնը նաեւ Հայաստանի Հանրապետության պետական գործիչ է։ Եվ այսօր ամենևին էլ այն շքանշանը, որը շնորհվեց նախագահ Մակրոնին, այդ որոշման մեջ եթե կա քաղաքավարություն, դա ընդամենը այդ որոշման մի փոքր տոկոսն է արտահայտում այդ որոշման էությունը։ Իրականում Հայաստանի Հանրապետությունը այդ բարձրագույն պարգևով իր գնահատանքն է արտահայտում այն շրջադարձային ծառայության համար, որ նախագահ Մակրոնը մատուցել է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի պետականությանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը եւ անկախությանը։ Դրանից առաջ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո երբ որ թվում էր թե Հայաստանի Հանրապետությունը այլևս չունի ոչ մի հույս եւ հենարան եւ չկա մի ուժ եւ անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժվար պահին զգացինք եւ շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը եւ նա ամուր բռնեց մեր ձեռքից, մենք նրա ձեռքերից ամուր բռնեցինք եւ այսօր մեր բազմաթիվ հաջողություններ, սկսած բանակաշինությունից, շարունակած մեր արտաքին հարաբերություններով, մեր ժողովրդավարական ձեռքբերումներով, տնտեսական հաջողություններով, որոնց մի մասը ի դեպ նաեւ կարձանագրվեն նախագահ Մակրոնի պետական այցի արդյունքներով, նրա անձնական ներդրման արտահայտությունն է։ Հենց հատկապես նրա անձնական ներդրման արտահայտությունը եւ 8 տարի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելով, ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի Հանրապետության պետական շահերին առնչվող որևէ մտահոգություն հարց կիսած լինեմ նախագահ Մակրոնի հետ եւ հնարավորինս ամենաարագ եւ առարկայական եւ կոնկրետ ձևով ստացած չլինեմ նրա արձագանքը, նրա պատասխանը, որը արտահայտվել է կոնկրետ, շոշափելի, ստուգելի, տեսանելի որոշումներով եւ քայլերով։ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի ներկաներ, ես առաջարկում եմ, որ մենք բաժակ բարձրացնենք Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ, եղբայր եւ հարազատ Էմանուել Մակրոնի համար։ Պարոն նախագահ, ձեր կենաց։